Ուրեմն սկսենք աղոթքով Անհոր եւ Որդվոյ ոգուն Սուրբ Ամեն այրմեր օրերգինս ես Սուրբ Երեցի անունքո եկես Սերգինս եւ երգրի ըս հաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես եւ մեկ տոնք մերոց բանած եւ մի դանիր զմեզի փորձություն ալպրգյազ մեր ճարե զիկոյ արքայություն եւ զորություն եւ պարկավիտյանս ամեն ողջույն քեզ Մարիամ լիշնորոք դերն քեզ օրդնյալ ես դու գանայս եւ օրդնյալ է բդող որովայնի քո Հիսուս Սրբի Մարիամ մայրասծո բարեխոսիավասն մեր մեղավորածս այժմ եւ իժամու մահվան մերո ամեն Փարքոր եւ Որդվո եւ ոգուն Սրբո այժմ շիվիդյան սարդինից ամեն Տակուի խաության խաութիավասն մեր Անհոր եւ Որդվո եւ ոգուն Սրբո ամեն Ինչպես միշտ կսկսենք հարցումներով հարցումներ արդյոք հարցում չի գա շատ լավ Սինգապուրի մասին լսած եք Սինգապուրը ապահով եմ որ լսած եք մի շինական քաղաք մնե գազի մնե եւ մեծամասնությամբ իրենց կրոնքը շինացիների կրոնքն է քրիստոնեություն չէ on նաեւ կան քրիստոնյաներ նաեւ կան կաթողիկներ բայց կաթողիկներուն թիվը ասեն մեծ բան չէ բայց եւ այնպես շաբաթ իրգունը անցյալ շաբաթ իրգունը այսինքն զարգվա ճրակալույցին 2500 հոգի մգրտվեցին եւ անշուշտ այս մգրտվողները ճախճախից մեծամասնությունը մեծեր են փոքրեր չեն այո գա մի քանի ընտանիք որ ընտանիք մգրտվեցին բայց մեծամասնությունը անհատներ են որ մգրտվեցին իսկ ուրիշ թիվ որ ունիմ դա էլ Ֆրանսան է Ֆրանսայի մեջ շաբաթ օրը մգրտվեցին 21000 տարբեր եկեղեցիներում Ֆրանսայի տարբեր թեմերին մեջ 21000 հոգի մգրտվեցին սա ամենամեծ թիվն է որ վերջին տարիներին այս փոփոխությունը այսինքն դեպի կրոնք վերադառնալը բավականին մեծ թվով էր այս 21000-ն զադ շատ անցիկ ովքեր մգրտված էին իրենց մանկությանը եւ լադիներուն մոդը իրենք կմգրտեն առանցին եւ հետո 12-13 տարեկանին է որ թրոշմը կընտրեն եւ ուրեմն շատ ովքեր մգրտված էին որովհետեւ իրենց տատիկը կամ բաբիկը ըստիբաց էր ծնողներին որ մգրտեն բայց գրոնքով չէին մեծացած եւ ավասիկ իրենց մե եւս շատեր այդ երեգո նաեւ վերադարձան հավատքին բայց այս վերադառնալը հավատքի վերադառնալը եւ նորեկները ովքեր մգրտվում են չափահաս վիճակի մեջ ուզեմ իրենց մասին երկու խոսք ասել եւ ասելիքս հետեւյալն է ամեն մեկը որ պիտի մգրտվին մգրտվելուց առաջ անպայման պետք է ուսումնասիրե հավատքը ոչ թե ինչ որ մենք ունենք չէ
տեսեք 20 տարի որ ես Հայաստանն եմ, մոտավորապես 1000 հոգի մգրտած եմ, բայց այդ 1000 հոգիներից քանի հոգին այսօր քրիստոնյա է, չեմ գիտել, 15-20 հոգի, 50 հոգի շրջան, բայց կարող է որ այդ մգրտվողները չեն որ հիմա քրիստոնյա ապրում են, այլ նրա ուրիշներ, որոնց հետ ես շփում ունեցել եմ եւ ոմանք որ ես մգրտել եմ եւ հետս շփում ունեցել են եւ սովորել են եւ սա ասում եմ որովհետեւ ասապտվա մեջը անդիպեցի մի տիգնոջ որ ասես որ գիտես դու ինձ մգրտեցիր երբ որ ես 7-րդ դասարան էի օդարիներ առաջ բայց անգե հետո մինչև վերջը հետս շփում ունեցած է եւ բավականին սովորել է կրոնքի մասին իսկ անոնք որ մգրտվեցին շաբաթ օրը եւ եթե ամբողջ աշխարհով մեկ նայելան ինչ որ ասում են 130-140 հազար հոգի են ավելի մգրտվեցին շաբաթ օրը շաբաթ երեկոյա այդ արարողությունը որ իրենք ունին իրավեստչափ բազանց գեղեցիկ արարողությունն է եւ ուրեմն կուզեմ երկու խոսք ասել պատրաստության մասին այս ամեն անցիկ ովքեր ցանկանում են մգրտվել գնում են եկեղեցի եւ իրենք արձանագրվում են հետո ամեն եկեղեցի հadoop օր որոշում է որ նրանք ովքեր պիտի պատրաստվեն միասին կան մի արարողության եկեղեցական արարողության եւ այդ արարողության մեջ խոստանում են որ դասընթացի պիտի հետևեն եւ միևնույն ժամանակ այդ եկեղեցին բնարար մեջ 3, 4 կամ 10, 15 հոգի ամենաշատը եթե լինի 10 հոգի ժողովրդաբեդը իր ժողովրդեն ընդրում է անցիկ ովքեր հավատքը լավ գիտեն եւ ամեն մի անց որ պատրաստվում է հոն լավ հասկացող, հավատքը լավ գիտող մեգումը հասնում է առաջվենև այդ ամենը որոշվում է թե ով ինչ պիտի որբեսի այդ տարվա ընթացքին որ պատրաստությունը տեղի ունենում այդ անձը որ պատրաստվում է որևէ հարց որ ունի կարողանա հարցնել եւ այդ հարցերը ընդհանրապես աստվածաշնչյան հարցեր չեն աստվածաբանական հարցեր չեն այլ ինչպես ապրել հավատքը հասկանալ մեր արարողությունները ուրեմն ավասիկ քալիս են եւ մգրտվեցին չէ շաբաթ օրը մգրտվեցին եւ հիմա կամ նույն անձերին կամ ուրիշ անձերի հովանավորության դագը դնում են այս նոր մգրտվածները որբեսի մոտավորապես 1 տարի օգնեն այս նոր մգրտվողներին որբեսի ավելի լավ ապրեն իրենց նոր հավատքը իրենց մգրտությունը ինչու ասպացադրությունը ցես կտա որովհետև կաթողիկե եկեղեցու համար ամենակարևորը արարողությունները չեն իրենք իրենց մեջը այլ ամենակարևորը որ մենք հասկանանք ինչ ենք անում եւ ինչու ենք անում եւ դա անելով ինչ է իրականանում մեր կյանքի մեջը երբ որ
կնայիմ փոխկականները եւ ինչպես իրենց համար կարևորը գիրագյորը երթան եւ մի քանի երկեն մի քանի քարոզ լսեն եւ իրենց համար սա է իրենց պաշտամունքը բայց ինչ որ կաթողիկեի եկեղեցին գալիս է սկզբունքով արաքելականներն նույնը ունին բայց հետաքրքրվող չկա մեր կաթողիկներում մեջ հայ կաթողիկներում մեջ շատ անչափ հասկացողը եւ իրականացնողը չկա բայց լադիներուն կողը եւ ասեմ որ ասկե 50-60 տարի առաջ իրենք եւս այնքան կարևորություն չէին դալիս հիշեմ որ ես սկսեցի ուրեմն 56-57 տարի առաջ է որ ես սկսեցի իմ պատրաստությունը կանայության եւ այդ ժամանակ նոր սկսվում էր այս ամեն շարժումները որ այսօր տեսնում ենք յանալի գերբով առաջ կացած է եւ ուրեմն այդ ժամանակ ասկե 60 տարի առաջ 70 տարի առաջ ով մեկը որ կուզեր մգրդել ամիջապես կմգրդեին բայց այսօր 50 տարի է կոնե այդ մգրդությունը ամիջապես տեղի չունենում պատրաստություն պիտի լինի որպեսի մգրդվեն բայց ինչու որովհետև մգրդությունը եւ նաեւ 7 խորհուրդները ամբողջությամբ եւ որ գարնենք այդ 7 խորհուրդները առանցին չեն այդ 7 խորհուրդները ամբողջ մի կյանք է եւ այդ ամբողջ կյանքը անշուշտ շատ լավ գիտեք դուք որ սուրբ հաղորդության շուրջն է ամենակարևոր եւ կենտրոնական խորհուրդը սուրբ հաղորդության խորհուրդն է սա կենտրոնական է բայց փանալին մգրդությունն է եթե չես մգրդած մույս վեցը խորհուրդներին չես կրնար մասնակցել եւ բոլոր վեցը խորհուրդները իրենց վերջնական նպատակն է սուրբ հաղորդությունը սուրբ հաղորդությունը ինչ է հիմա ինչ որ ես ձեզ ասում եմ նորություն չի գա իմ ասածներից մեջ ես ամեն ինչ որ ես ասում եմ դուք շատ լավ գիտեք այլ ձեզ ներկայացնում եմ ձեր գիտածը մի քիչ տարբեր անգույնով մի քիչ տարբեր անգույնեն նայելով ձեզ ներկայացնում եմ այդ ամենը ինչ որ դուք գիտեք ուրեմն 7 խորհուրդները որ կան ինչ է նպատակը եւ որ ձեզ հարց կդամ առաջինը որ է մգրդության նպատակը որն է ադամական մեղքերից մաքրվելը ադամական մեղքերից եւ նոր կյանք մտնելը այսինքն մեռնում է հին մարդը ծնվում է նոր մարդը մկրտությամբ մեղավոր մարդը մեռնում է անմեղ նոր մաքուր մարդը ծնվում մանվան թագավորությունից դեպի կյանքի թագավորություն երկնային աշխարհություն ժառանգելն է մկրտությունը դա ինչ որ ասում եք շիդակ է եւ նաեւ գուզեմ շեշտել որ հասկանանք շիդակ ձևով ամեն ինչը ուրեմն երբ որ գսենք որ մգրդությունը մեր սկզբնական մեղքը չնչում է սա շիդակ է բայց երբ որ 30 40 60 տարեկանը մգրդվում է ոչ թե միայն սկզբնական մեղքն է որ չնչվում է այլ բոլոր մեղքերը բոլոր մեղքերը բայց այդ մեղքերը չնչվելը նպատակ չէ
նպատակ չէ դա, միջոց է։ Բուն նպատակը Որդեգրությունն է։ այո, բուն նպատակը մգրտության որդեգրությունն է։ Մենք որդեգրվում ենք Աստծո կողմից եւ այդ որդեգրությունը լինում է մի նոր ծնունդ։ Տեսեք, նորեն ասում եմ ձեզ, ինչ որ ես ձեզ հիմա ասում եմ, նորություն չէ, ասա մենը գիտեք, բայց կուզեմ ավելի ուշադրություն դարձնենք մեր մտքին մեջը հստակացնենք այս ամենը, որպեսզի երբ որ խոսում ենք, երբ որ ուրիշներին բացատրություն ենք տալիս, դանք լավագույն կերպով։ Ամենը գիտեք, նորություն չեմ ասում ես։ Բոլորը տալ, որքան ասոր մեջը շաղվել եք, ասոր ամենը շատ լավ հասկացել եք։ Ուրեմն, երբ որ խոսում ենք մգրտության մասին, մգրտությունը նոր կյանք է։ Եվ այդ նոր կյանքը ոչ թե մի բան է, որ մեզ հնարավորություն տալիս է, որ մի օր երկինք երթանք, ոչ, այլ մգրտությունը մեզ տալիս է հավիտենական կյանքը հիմա, այսօր, հոս։ Երբ որ մենք մգրտվեցինք, մեզի դրվեց այդ հավիտենական կյանքը։ Եվ հավիտենական կյանքը ժամանակի հետ կորց չունի, եւ հավիտենական կյանքը մեր մեջն է, մենք ապրում ենք այդ նոր կյանքի մեջ, որ է միություն Սուրբ Եղրության մեջ, միություն Սուրբ Եղրության հետ։ Սա է բուն մգրտությունը։ Եվ նաեւ մգրտության վերջնական նպատակը որն է։ Այո, որդեգրություն է, որդեգրվեցինք, Աստծո ընտանիքի անդամ եղանք, նոր կյանք ստացանք, հավիտենական կյանք ստացանք, բայց ինչ անելու համար։ Աստվածավայել ապրելու։ Ասում եք շիդագ է եւ նաեւ պետք է ավելի խորը երթանք։ Այս ամենը մենք անում ենք, որբեսի մենք Հիսուսին Սուրբ Որդյան մեջ մենք մեր մգրտությամբ մենք եղանք անդամներ Հիսուսի հոգևոր մարմնին։ Մենք այդ մարմնի անդամներն ենք։ Մեզանից յուրաքանչյուրը։ Եվ այդ միությունը կա, եւ այդ միությունը կսնվի Սուրբ Որդյան միջոցով։ Սուրբ Որդությունը անհրաժեշտություն է միության համար եւ սնունդի համար։ Եվ այդ սնունդը որն է։ Սնունդը երկու ձևով մենք ստանում ենք Սուրբ Պատարագի միջոցով։ Մեկոմեն ստանում ենք Աստծո խոսքը, որ է Աստվածաշունչը, եւ Աստվածաշունչը ուրիշ բան չէ, եթե ոչ Սուրբ Եղրության երկրորդ անձի ամբողջությունը։ Պետք է մտածել սրա մասին։ Մտածենք, աղոթենք, որ հասկանանք։ Սուրբ Եղրության երկրորդ անձը ով է։ Ասենք Հիսուս Քրիստոս։ Չէ։ Այցեով պիտի չի մտածենք միայն։ Պիտի մտածենք Սուրբ Եղրության երկրորդ անձը, որ հավիտենականությունից գոյություն ունի։ Եվ հավիտենականությունից ով է ինքը։ Ուրեմն, երբ որ մտածում ենք Սուրբ Եղրության երկրորդ անձի մասին, ինքը Աստծո խոսքն է։ Հայր Աստված միայն մեկ խոսք ունի։ Եվ այդ մեկ խոսքը Սուրբ Եղրության երկրորդ անձն է, եւ այդ մեկ խոսքը մարմնացավ, մարտացավ, ծնավ կատարելապես Հիսուս Քրիստոսի մեջ։ Բայց Հիսուս Քրիստոսի մեջ մարմնալուց առաջ ինքը ամբողջ հին գդակարանին մեջը
այդ Աստծո խոսքը, այդ ամենը Հիսուսից է, Սուրբ Գեորգյան երկրորդ անձից է, որ գալիս է։ Սուրբ Գեորգյան երկրորդ անձի խոսքն է, ամբողջ Աստվածաշունչը մեկ խոսք է։ Եվ դրա համար այդ մեկ խոսքին մեջը, Աստվածաշունչի մեջը հակասություն չի գտնալու։ Եվ այդ Սուրբ Գեորգյան երրորդ անձը Սուրբ Հոգին, որ միայն ժամանակ ինքն է եւ հաղորդությունը, որ գա հոր եւ որդու միջև, եւ հաղորդակցությունը, եւ որովհետեւ Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության հաղորդությունը եւ հաղորդակցությունն է, գաբահով է, որ Աստվածաշունչը այդպես լինի, որ մենք շիդագը ունենանք։ Դրա համար Հիսուս վերջին ընտրիկի ժամանակ ասում է, պիտի ուղարկե Սուրբ Հոգին, որպեսզի Սուրբ Հոգին մեզ հիշեցնե իր բոլոր սորվեցածները։ Եվ ոչ միայն մեզ հիշեցնում է այդ խոսքերը, որ Հիսուս ասաց, այլ նաև այդ Հիսուսի խոսքերի կատարյալ իմաստը, որովհետև դարերի ընթացքում նորություն չկա, նույնն է, նույն խոսքն է, բայց որովհետև մեր շրջանակը փոխվում է, այդ շրջանակի փոփոխության հետևանքով մենք ավելի մանրամասն տեղեկությունների պետք ունենք եւ այդ հասկացողությունը իրականանում է Սուրբ Հոգու միջոցով, եկեղեցու մեկնաբանության միջոցով։ Ուրեմն սա կարևոր գետ է, որ մենք ավելի լավ հասկանանք բոլոր խորհուրդները։ Այսօր մասին այս քրիստոնեականը, որ թարգմանեցինք, այս գրքին մեջը այս ամենի մասին ահագին մեկնաբանություն կա։ Հիմա ինչ մի հետ բիդերտամ, եւ ասեմ, որ երբ որ մեկը մգդվեց եւ իրեն հանձնեցին մեգումը, որ օգնե, որ ավելի լավ կարողանա մեր դիսակատարությունը հասկանա եւ դիսակատարությունը ապրի, սա չափազանց կարևոր մի կետ է մեր քրիստոնյա հավատքի համար։ Ուրեմն, երբ որ մենք խոսենք եւ շատ դուք բոլորը դա լսած եք անցիկ ովքեր կարևորություն չեն տալիս ոչ պատարագին, ոչ աղոթներին, ոչ դոներին, նույնիսկ երբ որ կարևորություն տալիս են, չափազանց մակերեսային մի բան է, եւ այսօր, երբ որ կխոսենք Աստծամոր վերապոխման մասին, մարդիկ ինչի մասին կխոսեն։ Երբ որ մենք հասնում ենք Աստծամոր վերապոխման դոնին, ինչի մասին խոսում են մարդիկ։ Խոսում են միայն խաղորդնեկի մասին, որ խաղորդնեք իրականության միան բզդիկ մի մասն է, որովհետև ոչ միայն խաղոն է, որ պետք է օրհնվի, այլ նաև մնացած միրգերը։ Բայց սա գործ չունի Աստծամոր վերապոխման հետ։ Ոչ այլ բարտեվարը ջուրի հետ գործ ունի, բայց արագերության մասին ով կխոսի։ Այս ամենը կարևոր բաներ են, որ մենք ալ չենք խոսիր, մեր չորս կողմի եղողներն ալ կարևոր չեն դա, բայց երբ որ մենք հասկանանք եւ եկեղեցու աղոթքները, շարականները այնքան գեղեցիկ ձևով եղած են, բայց դժբախտաբար, որովհետև գրապար է,
եւ քրապար հասկացողները չափազանց քիչ են, ավասիկ մեծ խնդիր կա։ Չենք կարողանում իրապես համդեսել, ճաշակել եւ փոխվել այդ ամենը ընդունելով։ Մտածել գուտա չէ։ Ուրեմն եկեղեցու խորհուրդները միևնույն ժամանակ մեզ ներկայացնում են Աստծո էությունը եւ մենք որ մգդված ենք, մենք որ Սուրբ Հաղորդյան միջոցով միանում ենք Սուրբ Հաղորդյան երկրորդ անձի հետ եւ նաեւ միանում ենք իրարու հետ։ Որովհետեւ ամեն անգամ որ մենք պատրաստի կերտանք եւ հաղորդվենք, մենք ստանում ենք, մենք միանում ենք ոչ միայն Հիսուսին հետ, այլ միանում ենք բոլոր քրիստոնյաների հետ աշխարհին 4 կողմը, բայց ոչ միայն այդ քրիստոնյաները, որ այսօր ապրում են, այլ նաև բոլոր քրիստոնյաները, որ եկեղեցու սկիզբն մինչև հիմա անդամներ եղած են, եւ եթե եղած են, ուրեմն շարունակում են լինել անդամներ Հիսուսի մարմնին, Հիսուսի հոգևոր մարմնին։ Եվ մենք բոլորս որ միանում ենք, ինչ է մեր գործը։ Եվ ինչու բادرակի ենք մասնակցում։ Բادرակը մեզի ինչ տալիս է։ Միություն Աստծո հետ, այո, բայց ավելի խորը, երբ որ գմտնենք, մենք միանում ենք Հիսուսին, ինչ որ ասկե առաջ կոնե 10-15 անգամ կրկնել եմ, որ երբ որ բادرակը մատուցվում է, մենք ժամանակից եւ դարածքից դուրս ենք գալիս, որպեսզի լինենք Հիսուսի հետ Գողգոթայում։ Եվ Գողգոթայում, եւ վերջին ընթրիքում, եւ Հարությանը, եւ նաեւ Համբարձմանը։ Այս ամենը, որովհետեւ հավիտենականության մեջ ժամանակը գոյություն ունի, այս ամենը միասին է եւ նպատակը այս ամենին Հիսուսի մահվան նպատակը որն է։ Ով մեկ գուցե պատասխանდა Հիսուսի մահվան եւ հարության փուն նպատակ, վերջնական նպատակը։ Տարբեր նպատակներ կրնակ մտածել Տեր Հովսեփը։ Տեր Հովսեփն են անգամին ասած, Տեր Հովսեփի հետ խոսեցինք, ասաց դա հենց մեր պարտամուրհակը պատրելն էր։ Մենք որ պարտք էինք Աստծուն մեր մեղքերը, մենք չէինք կարող ոչնչացնել, խաչը ոչնչացրել։ Մեղքի վարձքը մահն է։ Այո, շիդակ է։ Եվ սա ոչ թե վերջնական նպատակն է։ Սա միջոց է։ Ինչ սա է որ կուզեմ, որ ավելի եւ ավելի մտածենք եւ ավելի հասկանանք։ Եվ որովհետեւ Հիսուս հանեց մեղքը եւ հանեց մեր բարդականությունը, որ մենք չենք կարող անել ինչ որ պետք է անենք, որովհետեւ երբ որ կսորվենք մեր կրոնակիտության մեջը, Աստված ինչու ստեղծեց մարդը։ Աստված մեզ ստեղծեց իրեն պարապանելու համար, պաշտամունքի համար։ Մենք ստեղծված ենք Աստծուն պաշտամունք անելու, պաշտելու համար։ Եվ մենք չենք կարող անել, եւ ահավասիկ Հիսուս ինքն է, որ կատարյալ պաշտամունքը անում է, շնորհիվ իր չարչարանքին, խաչին, մահվան, հարության եւ համբարձման։ Կարդում ենք բանի կիրկին մեջը, նամակին մեջը, Եբրայեցիների նամակին մեջը։ Հիսուս երբ որ համբարձավ, ահավասիկ մտավ երկնային տաճարը,
Հիմա մտածենք մի քիչ ոչ թե երկնային տաճարի մասին, այլ աշխարհից վրա այդ տաճարը, որ Մովսեսի օրով շինվեց եւ նաեւ վերականգնվեց քարե տաճարը Երուսաղեմում Սողոմոնի միջոցով եւ վերանորոգվեց հետո երկրորդ տաճարը, երբ որ վերադարձան աքսորից, ուրեմն հոնդեղը մատուցում էին Աստծուն պաշտամունք, բայց այդ պաշտամունքը չէր կարող Աստծուն կոհացնել, որովհետև թերի էր, որովհետև մատուցողները մեղավորներ էին։ Ավասիկ Հիսուս ինքը եկավ եւ իր պաշտամունքը մատուցեց որպես գադարյալ մարդ, բայց նաեւ Աստված է։ Հիսուս իր աղոթքով, ինչպես Օգոստինոս մեզ բացատրում է, Հիսուս որպես մարդ Սուրբ Յորության պաշտամունք է մատուցում եւ որպես մեր գլուխը մեզ հետ աղոթում է, մեր աղոթքը բարձրացնում է եւ նաեւ Հիսուս մեր աղոթքը ընդունում է, որովհետեւ մենք իրեն աղոթում ենք։ Եվ Հիսուս իր պաշտամունքը, որ կատարյալ պաշտամունք է, եւ ինքը ներկայացնում է այդ կատարյալ պաշտամունքը, ինչն է ամենակարևոր կետը, ասյալ գիտեք, ասոր մասին խոսել եմ, որ մեկերին կուզե պատասխանը։ Երևի մարդուն բարձրացնել երկինք, չէ։ Լավ, Հիսուսի պաշտամունքի կատարելությունը ուր է։ Ինչու մենք Աստծո կամքը կատարելը։ Okay, աստծո կամքը կատարելը, որ կնշանակի հնազանդություն։ Հիսուսի հնազանդությունն է։ Հիսուսի չարչարանքը չէ։ Մենք կմտածենք ավելի շատ իր չարչարանքի մասին, Վարդապետ, շատ կներեք, պիտի ընդհատեմ։ Դուք ասեցիք մարդը ստեղծված է պաշտամունքի համար։ Ես միանգամից մտածեցի, իսկ Ադամն ու Եվան ինչ պաշտամունք պետք է մատուցեին։ Հիմա արդեն պատասխանը գտա։ Հնազանդությունը պետք է լիներ այդ պաշտամունքը, հա։ Շատ լավ է։ Երբ որ այս ամեն գդորները կովկովի կբերեք եւ իրարու կկապեք, այդ ժամանակ ամեն ինչ հստակ կլինի։ Որովհետեւ մեր ամբողջ հավատքը ամեն ինչ իրարու հետ կապված է։ Ուրեմն Հիսուս իր ընդունելով եւ Հիսուսի համար ամենադժվարը, ինչ որ մենք կարող ենք հասկանալ, ամենադժվարը Գեթսեմանի պարտեզն է։ Երբ որ գարտանք այդ մասը եւ գտեսնենք ինչպես մեկ անգամ որ Հիսուս վերջնական օրեն այդ Գեթսեմանի պարտեզի մեջ հոր Աստծուց ընդունում է, որ Աստված ընդունեց իր հնազանդությունը, երբ որ գնում է դեպի իր մահը, գնում է արիապար, մոդենում է այդ իրեն հալածողներին արիապար, այլևս վախ չկա իր մեջը։ Այդ ամենը վերջացավ։ Հիմա մեկ բան կա, վերջնական հնազանդություն, որը ոչ թե իր ցանկությունը մահն էր, այլ մեր մեղքերն է, որ իր մահվան պատճառը եղան։ Մեր մեղքերի պատճառով ինքը այդ տեսակ մահ ունեցավ
Եվ այդ մահը անհրաժեշտություն էր մեր մեղքերի պատճառով։ Բայց Հիսուսին հրած է ոչ թե Հայր Աստված անդեղը իր արդարության մեջը գուզե բաճել Հիսուսին մեր դեղը, ոչ, եւ Սուրբ Պողոս ասում է Հռոմեացիների նավագին մեջը Հայր Աստված ինքն էր, որ մեզ իր հետ հաշտեցնում էր Հիսուսի միջոցով։ Ոչ թե Հիսուս ստիպում էր, որ Հայր Աստված մեր հետ հաշտվի, ոչ, Հայր Աստված այնքան մեզ սիրեց, ինչպես ասում է Հովհաննես Ավետարանին 3-րդ գլուխը 16-րդ նախատասություն, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր միածին որդին։ Այս ամենը գիտեք, շատ լավ գիտեք, եւ նույն ժամանակ այս ամենը իրար հետ պիտի կապենք։ Այսինքն Քրիստոսի առաքելության առաջի կետը դա հնազանդության ցույց տալն էր, իսկ խաչը հետևանք է ավելի շատ Մեր մեղքերի։ Մեր մեղքերի հետևանք։ Այո։ Եվ խաչը դառնում է մեզ համար կամուրջ երկինք բարձրանալու սանդղակ, հա։ Okay, եթե անոր մասին հիմա խոսելու լինեմ, պիտեսեմ, որ այդ խաչը միայն Հիսուսի խաչ չէ։ Այդ խաչը Հիսուս իր մեջը առնում է մեր բոլորի տարաբանքը եւ մեր բոլորի խաչերը միասին այս է որ ինքը առնում է եւ մեր խաչը որ մենք առնում ենք ինչ ենք անում հնազանդվում ենք եւ որ մենք ընդունում ենք մեր առօրյա դժվարությունները մենք հնազանդվում ենք ինչ որ ասկի առաջ խոսել եմ եւ ասել եմ ամեն առավոտ արթնանալ եւ ասել Հիսուսին Բարես Հիսուս վստահում եմ քեզ եւ այդ վստահության մեջը ես ընդունում եմ իմ այդ օրվա խաչը եւ այդ օրվա իմ խաչը ես արդու նվիրում եմ ասած իմ քեզ եմ նվիրում այս օրվա իմ ամեն օրը եւ դժվարությունները եւ ուրախությունը եւ խաչը եւ ամեն երբ որ կնվիրեմ ինչ կնշանակե ես հնազանդվում եմ հնազանդությամբ է որ ես այդ ամենը իրեն նվիրում եմ բայց առանցին չէ որ նվիրում եմ միանում եմ բոլոր մարդկանց խաչերին եւ մանավանդ միանում եմ Հիսուսի խաչին այս ուղղությամբ մեր հանգուցյալ Հռոմի Բաբա Ֆրանցիսկոս 1900 չեմ գիտեր որ մեկ տվականին էր 15-16 հատ կոմերն էր որ շատ գեղեցիկ խաչի մասին մակրություն ուներ խաչը ներկայացնում է այդ ամեն խնդիրները որ կան աշխարհին մեջը այդ բոլոր անցիկ Հիսուսի խաչն է որ շարունակվում է երբ որ նաև մտածում ենք նույնիսկ ոչ քրիստոնյաները որ դարաբում են այս ամենը Հիսուսը ասոր մեջն է մանավանդ երբ որ խոսենք մենք մեր ցեղասպանության մասին խոսենք այդ 44 օրվա պատերազմի մասին եւ մնացած բոլոր այդ դժվարությունները բան ասում ամեն Հիսուսի խաչի մաս կգազմեն երբ որ մենք միացնում ենք մեր խաչը Հիսուսի խաչի հետ եւ սա է իմաստը որ մենք այս ամենը պետք է բերենք մեր քրագնորիա բادرակին մեջը ամեն անգամ որ բادرակի ուքանք պետք է մենք այդ բادرակի ժամանակ Աստծուն նվիրենք մեր անցյալի
անցյալ պատարակեն, ինչև այս պատարակ մեր բոլոր դժվարությունները եւ մեր բոլոր կյանքը եւ նաեւ նվիրենք մեր դժվարությունները եւ կյանքը միջև մեր հաջորդ պատարակը։ Որովհետեւ մեկ պատարակ կա, մենք միանում ենք Քրիստոսի պատարակին եւ մենք նվիրում ենք Քրիստոսի պատարակին մեր հնազանդությունը։ Պատարակ կնշանակի ինչպես շատ լավ գիտեք բոլորդ զոհն է, չէ՞։ Պատարակ բառը զոհ կնշանակի։ Այդ զոհը, որ մենք նվիրում ենք, մեր դժվարությունները, որ մենք նվիրում ենք, միացնում ենք Հիսուսի խաչին եւ Հիսուսի խաչն է։ Որովհետեւ Հիսուս մեզ նայելով ցանկանում է տեսնել միայն իր որդին եւ մեր նմանությունը իր որդու հետ։ Եվ մենք լվացվել ենք Հիսուսի արյունով եւ դա է որ Հիսուս տեսնում է։ Ինչպես որ Իսահակը երբ որ իր դղան եկավ կովը Հակոբը, որ խաբում էր բաբային եւ բաբան ասում է ցայնդ Հակոբի ցայնն է, բայց հոդը եւ շոշափելիքը որովհետեւ եղբորը հակուսներ ակած էր, եղբոր բաննապ եւ մարմնի վրա ակին մազոտ բան դրած էր, ուրեմն հայրը տեսնում է Հակոբի մեջը, ինչ որ ինքը ուզե տեսնել, եւ Աստված տեսնում է մեր մեջը իր որդին։ Նմանությունը մենք որ ընդունում ենք մեր դժվարությունները, մեր դարաբանքը, մեր նաև ուրախությունները եւ այս ամենը բարձրացնում ենք եւ նվիրում ենք Աստծուն ամեն օր, հավասիկ որքան գեղեցիկ է այս ամենը։ Որովհետեւ Հիսուս հայրասած սա է որ տեսնում է, իր որդին տեսնում է մեր մեջը։ Մեր դժվարությունները, մեր մեղքերը անոնք չի տեսնում, տեսնում է իր որդին, իր որդու նմանությունը։ Հիմա շատ բաներ ունեմ ասելիք, բայց ժամանակը չէ։ Երբ որ հիմա վերջացնեմ, մի քիչ կանուխ պիտի տոնեմ ձեզ եւ Լիլիթեն խնդրած եմ, որ մի ֆիլմ կա, որ անիկատն է, որ մի լատին ամերիկացի դիկին մնե, որ ինքը տեսիլ կտեսած Աստված ամոր Հիսուսին եւ ունի իր ցերկերի ոտքերի մեջը բան Հիսուսի վերքերի նշանները, ուրեմն իր բացատրությունն է տալիս բادرակի մասին։ Հիմա մի քիչ հետո անիկա բաննեք։ Հիմա մի բան որ կուզեմ ձեր ուշադրության հասնել, որ կարևոր է։ Չեմ կարծեր որ կրնալ որ ես խոսած եմ սրա մասին, բայց չեմ կարծեր որ ուրիշները ձեզ խոսած լինեն այս ուղղությամբ։ Սերիկս հետևյալն է։ Ես կարող եմ Աստծուն նվիրել իմ այսօրվա դժվարությունները, իմ այսօրվա եւ ապակայի ցավերս,
մտահոգություններս, բայց արդյոք ես կարող եմ Աստծուն նվիրել իմ անցյալի ցավերը, որ այդ ժամանակ երբեք չեմ մտածած, իմ անցյալի դարաբանքը, անցյալին կարող եմ նվիրել, պատասխանը այո։ Եվ այո է, որովհետև Աստծո քով ժամանակը գոյություն չունի, Աստծո քով հավիտենականություն է, եւ որովհետև հավիտենականություն է, Աստված գիտի, որ ես այսօր իրեն պիտի նվիրեմ ասկե 30, 40, 50, 60 տարի առաջ իմ դժվարություններս։ Եվ որովհետև ինքը գիտի, որ ես այսօր պիտի նվիրեմ իրեն 60 տարի առաջ իմ խնդիրը, արդեն 60 տարի առաջ ինքը ընդունած է այդ աղոթքը։ Եվ այդ աղոթքի արդյունքը տված է։ Որովհետև Աստծո համար ժամանակը գոյություն չունի։ Եվ Աստծո համար, որովհետև ամեն ինչ գիտի, այլ ինքը ոչ թե հարց պիտի դա արդյոք պիտի կրնալ միտքը փոխե, նրանք բան չի ասում։ Աստված տեսնում է ամեն ինչը որպես հիմա անոր համար, ասկե միլիոն տարի առաջ եղածը Աստծո համար հիմա է, ասկե միլիոն տարի հետո, 10 միլիոն տարի հետո լինելիքը հիմա է Աստծո համար, հավիտենականություն է։ Լավ, այսօր այսքան պիտի ասեմ, եւ եթե հարցում ունիք, հարցումների պատասխան տամ, վերջը ֆիլմը գցենք։ Okay, հարցում կա։ Մի փոքր հարց, եթե կարելի է։ Նախորդ խաչերի մասին, եթե հիմիկվա խաչերը խոսքի մարդ ավելի ինչ որ հասկանալով է մոտենում խաչերին ու խոնարհությամբ հատանում, իսկ նախորդ փորձությունները, որը որ ունեցել են ու պայքարով է տարի, այսինքն Աստծուն հաջողումը այն որ խաչը եթե ունի, սիրով տանում է ու նվիրում է։ Իսկ եթե նախքին ունեցած ինչ որ դժվարությունները մարդ պայքարով է տարել, այդ դժվարություններն էլ կարելի է նվիրել, կապ չունի։ Որովհետև այսօր հասկանում ես, որ ավելի լավ պիտի լիներ, որ դու այդ խաչը ընդունեիր եւ նվիրեիր, Աստված հասկանում է դա եւ ընդունում է քո մտքի փոփոխությունը, որովհետև երբ որ մենք մեղքը գործում ենք, իմաստ գուսած մեղքի մասին չէ, բայց նույնիսկ երբ որ մենք մեղքը գործում ենք, ինչպես որ կարդում ենք այդ անարակ որդու արագին մեջը, երբ որ խելքի եկավ, անդրադարձավ, որ իր բաբային տունը ինչ կա, երբ որ խելքի եկավ, մենք էլ, երբ որ խելքի ենք գալիս եւ տեսնում ենք, որ անցյալին ես ցավ ունեցել եմ եւ այդ ցավը ունեցած ժամանակս նույնիսկ Աստծո հետ գրվել եմ, բայց այսօր խելքի եմ գալիս եւ ասում եմ Աստվածին ընդունիր իմ խաչը, ես կարող եմ իրեն նվիրել, նույնիսկ այդ բարակային ես կարող եմ նվիրել, բայց նաև կարող եմ նվիրել այդ ամենը, որ առանց նույնիսկ անդրադառնալու եկել ու կացել է։ Շնորհակալություն։ Հստակ է։ Այո, պարոն։ Ուրիշ հարց։